Հոկտեմբերի 22-ին կառավարություն ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ սյունեցի падգամավոր Դավիթ Դանիելյանը բարձրաձայնեց Կապանի մարզադաշտը հանրային գերակա շահ ճանաչելու հարցում ձգձգումների խնդիրը։ Նախորդ տարի երևի հունիսին, հանրային գերակա շահ ճանաչվեց Կապանի մարզադաշտը, բայց կարծես թե գործընթացները դանդաղ են առաջ գնում, կուզենայի տեղեկատվություն հաղորդեին կառավարության գործընկերներ մարզադաշտի մասով, հաշվի առնելով նամանավանդ, որ Կապանում ֆուտբոլի հանդեպ ուշադրությունը մեծանում է, կարևորում եմ նաև, որ հնարավորինս շուտ այդ հարցը հասնի իր դրամաբանական ավարտին, հաշվի առնելով նաև, որ Կապանում կա պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, Սյունիք ֆուտբոլային ակումբը, որը լավ արդյունքներ է ցույց տալիս առաջի խմբում Հայաստանի ֆուտբոլի առողջության եւ մարզադաշտի խնդիրը լուծելուց հետո հնարավորություն կունենան Կապանում վերջապես տարիներ անց բարձրագույն խմբի առաջնության խաղեր դիտել։ Շնորհակալություն։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանելով հարցին նշեց, նմանատիպ դժվարություն եղել է նաեւ Վաղարշապատի մարզադաշտի կառուցման հարցում, բայց այն հաջողությամբ լուծվել է եւ կարող է նախադեպ հանդիսանալ Կապանի համար։ Առաջնահերթությունը Կապանում ունենալ արդիական եւ պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ իսկապես հրատապ է։ Պրոցեսները ընթացել են հետեւյալ տրամաբանությամբ, գնահատվել է գույքը եւ այդ գույքի գնահատման արդյունքների հետ կապված կադաստրի կոմիտեի գործընկերները որոշակի խնդիրներ են բարձրացրել եւ հիմա ըստ էության գտնվում ենք այս գույքի գնահատված արժեքի ճշգրտման փուլում։ Դավիթ Դանիելյանին կառավարության գործընկերների հետ քննարկումներից օրեր անց հանդիպեցինք Սյունիքի դարպասների Սիսիանի զանգերի մոտ։ Падգամավորի խոսքով աշխատանքներն ընթացքի մեջ են կամ փաստաթղթային հարցեր, որոնց կարգավորմանն անմիջապես հետևելու է Կապանի մարզադաշտի արդիականացումը։ Մի շատ կարևոր հարց ունենք։ Մենք մարզում չունենք մեծ մարզադաշտ։ Նախ չհաշված նրան, որ մենք հեռու ենք ապրում մայրաքաղաքից, որտեղ բարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ են իրականացվում միջազգային, այդ թվում կոնֆեդերացիաների լիգայի, չեմպիոնների լիգայի, ազգային հավաքականների, նաև հեռու է մարզը եւ երկրորդ իմաստով նաև մենք տեղում ունենք մարզադաշտ, որը հնարավորություն է տալիս վերանորոգման արդյունքում որոշակի խաղեր անցկացնել, օրինակ երիտասարդական հավաքականի, բայց մարզադաշտը քանի որ որոշակի թղթաբանության հետ կապված հարցեր ունի, դանդաղում է, մեզ պետք է հնարավորինս շուտ լինի մարզադաշտի թղթաբանությունը, ինչու, որովհետև այսօր առաջին խմբում ունենք Սյունիք ֆուտբոլային ակումբ, որը բավականին լավ արդյունքներ է տալիս եւ ունի սյունեցիներով համալրված թիմ, որը շատ կարևորում է։ Падգամավորի խոսքով Սյունիք ակումբի ֆուտբոլիստների համար նորոգված մարզադաշտը կարող է լրացուցիչ մոտիվացիա հանդիսանալ։ Շեշտում է, մարզի բոլոր համայնքներում ժամանակակից մարզադաշտ ունենալ նորվա հրամայական է եւ դրանցից յուրաքանչյուրի համար աշխատանք է տարվում։ Ես մեծ ուշադրություն եմ դարձնում ֆուտբոլին եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին իմ խնդրանքով հրավիրել եմ եւ իմ խնդրանքով կայցել են Սյունիք մոտ օրս, նաեւ Սյունիք ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենը մեր հետ միասին կուղեկցի կշրջենք Սյունիք ֆուտբոլային ակումբի մարզադաշտերով գլխավոր մարզիչը հավաքականի կշփվի երեխաներ եւ մարզիչներ հետ, ես այդպիսի փորձի փոխանակումը աննախադեպ եմ համարում եւ կարեւոր ֆուտբոլի զարգացման իմաստով նաև պայմանավորվածություն ունենք Ագարակի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի հետ Ագարակի մարզադաշտ գնալ եւ Ագարակի պղնձամոլիդանային կոմբինատի գործադիր տնօրենը Ալեքսանդր Բելայովը նույնպես մեզ կմիանա եւ կքննարկենք նաև Ագարակի մարզադաշտի հնարավոր փուլային վերանորոգման հարցը։ Սյունիք ակումբը ֆուտբոլի խմբակներ ունի մարզի բոլոր համայնքներում։ Մարզադաշտերի վիճակը սակայն ոչ ամենտեղ է բավարար։ Գորիսում միջազգային կազմակերպությունների օգնությամբ կառուցվում է նորը, Մեղրիում եւ Ագարակում դրանք վերանորոգման ու վերազինման կարիք ունեն։ Սիսիանն ունի լավ կահավորված մարզադպրոց։ Կապանի մարզադաշտը վերջերս է վերանորոգվել։ Լոգարաններ, սանհանգույց, մերսման ու բժշկական սենյակ, գեղեցիկ տրիբունա։ Բայց Սյունիք ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի խոսքով միջազգային հանդիպումներ ընդունելու համար կան սահմանված հստակ պահանջներ։ Որպեսզի բարձրագույն խմբի խաղեր տեղի ունենա մարզադաշտում, նախ առաջինը պետք է լինի որակյալ խոտածածկ, պետք է հանդերձարանները լինի առանձին, որպեսզի թիմերը մրցակիցները իրար չտեսնեն եւ մրցակից թիմերը մրցավարներին չհանդիպեն, այդ ենթակառուցվածքները շատ կարեւոր է։ Պետք է լինի բժշկի առանձին սենյակ, պրես կոնֆերանսի առանձին սենյակ, դոպինգ ստուգման առանձին սենյակ պետք է լինի եւ տրիբունան պետք է ունենա կիսով չափ գոնե ծածկ։
2029 թվականին աշխարհի երիտասարդական առաջնությունը հյուրընկալելու են Հայաստանն ու Վրաստանը։ Հնարավոր է, որ սյունեցի հանդիսատեսը ֆուտբոլային այդ իրադարձությանը հետևի հենց Կապանում, եթե ունենանք ժամանակակից մարզադաշտ։